Բանից պարզվում է, ամենափչացած ուտելիքը մերն է։ Հերիք չի Ռուսաստանն է արգել է մեր գյուղմթերքը, արգելել է մեր երկրի ղեկավարին հարազատ Ուկրաինան։ Նրանք էլ են արգելել։ Մի հարց եմ տալի։ Իսկ ինչի այդպես եղավ։ Որովհետև չկա համակարգ, որովհետև մեր երկրի ղեկավարը դարել է դատախազ, զբաղված է նրան նստեցնելու, նա գիտի թե իր պարտականությունները դա է։ Նա չի հասկանում, որ ինքը պետք է քաղաքականությունը այնպիսին վարի, արտաքին քաղաքականությունի նկատի ունեմ, որ մեր տնտեսությունը չընկնի նման ստրեսների մեջ։ Նա պետք է կառավարությունը այնպես կառուցի, որ կառավարությունը սպասարկի իր տնտեսությունը, ոչ թե սպասարկի քննչական ծառայությանը կամ դատախազությանը։ Մենք խոսում ենք գյուղատնտեսական ապրանքների մասին, բայց չունենք գյուղ նախարարություն, որը որ պետք է տանի այդ քաղաքականությունը, որը պետք է ապահովի այդ սերտիֆիկացիա հասկացողությունը։ Ինչ եք կարծում, եթե Ռուսաստանը եւ Ուկրաինան մեր գյուղմթերքը չեն թողում, որ մտնի իրենց տարածք, Եվրոպան թողելու է, նստած ձեզ խափում են։ Իսկ նորից եմ ասում, որտեղ չկա համակարգ։ 2 միլիոն ժողովրդի համար ինչ պարլամենտ։ Առաջի պարլամենտական երկիրը որպես պետություն եղել է Շոտլանդիան։ Սրանից մի քանի 100 տարի առաջ։ Ինչով բրծավ Անգլիայի թագավորը գրավեց Շոտլանդիան։ Մենք նախագահական էինք, վատ էր, լավն էին մեր նախագահները, վատն էին մեր նախագահները, դա երկրորդական հարց է։ Բայց մենք ունեինք գերագույն գլխավոր հրամանատար, որը որ կառավարում էր այդ ամեն ինչով։ Դարանք պարլամենտական, Ադրբեջանը հաղթեց։ Հիմա հարց եմ տալի։ 2 միլիոն ժողովրդի վրա ինչ պարլամենտական երկիր է ժողովուրդ ջան։ Ինչ պարլամենտարիզմ, ինչ դեմոկրատիա այդպիսին, որը մենք տեսնում ենք, անհնար է։ Անհնար է։ Ու սուտասանների հավաքածու, դուք տեսեք ինչքան թափթփուկներ են եկել լցվել պարլամենտ։ Ես նախկին պարլամենտի մասին եմ հələ որ խոսում։ Չկա ոչ մի քաղաքական գործիչ, որը անձնականով չզբաղվի։ Չկա Հայաստանի Հանրապետություն։ Ինչ եք ուզում։ Էս ինչ որ կա։ Ու ձեզ ասեմ, սպասվում է ծանր օրեր։ Որովհետև ամբիցիաներով կառավարումը չի կարող ապագա ունենա։ Նույնիսկ եթե մեր երկիրը լիներ 200 միլիոն քաղաքացի։ Չի կարող ունենա։ Չինաստանը, որ Չինաստան է, նա էլ ամբիցիաներով արտաքին քաղաքականություններ չի տանում։ Այսքան ժամանակ 1,5 միլիարդ չինացի, մեկը չի ասել, մենք ռուսամետ ենք, մենք ամերիկամետ ենք, մենք եվրոպամետ ենք, բայց մեր հայերը սաղ ասում են։ Էսի ամերիկամետ է, էսի ռուսամետ է, եթե ռուսամետ է, ուրեմն շպիոն է, եւ այլն։ Դե շպիոնա։ Ես նորից եմ հիշեցնում գեներալ Անդրանիկին։ Սա ինձ 100 տարի առաջ ասում էր ժողովուրդ։ Մենք պետք է բռնենք ռուսների պոչը։ Ինչ է լավ։ Բռնեցին Եվրոպայի պոչը, երկիրը կիսվավ։ Ինչ է լինում հիմա։ Նույն բանը։ Էլ կիսվելու տեղ չկա, մի երկիրը կարող է կորցնենք։ Ու հարցը նորից եմ ասում, ռուսը չի։ Ես չեմ ասում գնացեք ռուսի պոչը բռնի։ Ես ասում եմ եղեք հայ։ Հետապնդեք մեր Հայաստանի եւ հայի նպատակները։ Եթե մենք պետք է այս շուկայում կներեք ելակ ծախենք, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ելակը չարքելեն այդ շուկայում։ Եվ առաջին հերթին մենք պետք է ապահովենք մեր ներսում այդ ելակի որակը, որ չկարանանք կպնեն։ Գիտեք, գալու եք խնդրեք, որ այդ ամեն ինչը հետ գնա, չի ստացվելու։ Չի ստացվելու, ոչ մեկ զադնի էլ չի դնելու։